Պատրաստում ենք ձմռան համար լեչո պարզ և հասարակ տարբերակով, առանց ավելորդ համերի և համեմունքների։ Մեզ պետք է միայն լոլիկ, պատրաստում ենք առանց կանաչու և պղպեղի։ Ես այսպես եմ պատրաստում, որպեսզի կարողանամ օգտագործել տարբեր ուտեստների, ինչպես նաև աղցանների մեջ։ Լոլիկները լավ լվանում ենք և վրան լցնում ենք եռման ջուր։ Թողնում ենք 15-ից 20 րոպե, մինչև փափկեն և կեղևը հեշտ լինի հեռացնելը։ Կեղևը հեռացնում ենք և անմիջապես կտրատում ենք կաթսայի մեջ։ Այստեղ որևիցե բարդ գործողություն չկա, շատ հեշտ և արագ է պատրաստվում։ Անգամ սկսնակները շատ հեշտ կարող են պատրաստել։ Դնում ենք գազօջախին և եփում ենք մինչև պատրաստ լինելը, մոտ 2-2.5 ժամ։ Երբ գրեթե պատրաստ է լինում, ավելացնում ենք 4 ճաշիկ թալ աղ, 4 ճաշիկ թալ շաքարավազ։ Ինձ մոտ լոլիկը կշռում էր 20 կգ։ Ընթացքում աղը ստուգեք, եթե կարիք լինի նորից ավելացրեք, քանի որ աղի որակը շատ տարբեր է։ Երբ արդեն պատրաստ է լեչոն, կրակի իջեցնում ենք, առանց անջատելու լցնում ենք տարաները։ Այդպես ընթացքում էլ ավելի է խտանում հյութը և չի հասցնում լեչոն սառի։ Ինչպես տեսնում եք, լոլիկի կտորները պահպանված են։ Ես չեմ բլենդերում և չեմ տրորում, թողնում եմ հենց այդպես մնա։ Ծածկում ենք ծածկոցով և թողնում ենք մինչև սառի, որից հետո տեղավորում ենք մառանում։ Ահա այսքան հեշտ և արագ տարբերակով էլ պատրաստեցինք ձմռան լեչոն։ Հուսով եմ հավանեցիք այս տարբերակը, դուք էլ պատրաստեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։